Մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրի երրորդ փուլը մեկնարկել է ազգային պատկերասրահից։ Ճամփորդներն այս անգամ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի 8-ից 12 տարեկան 63 երեխաներն են։ Նրանց առաջին կանգառը Հովհաննես Այվազովսկու մշտական ցուցադրությունների սրահն է։ Առաջի փուլում մասնակցեցի շարադրության մրցույթին, այնտեղ ես նշել էի, որ ուզում եմ տեսնեմ Այվազովսկու հրաշալի նկարները եւ եկա այստեղ ու իմ երազանքս կատարվեց։ Իմ քայլը հիմնադրամը իդեմս գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մարզերում բնակվող երեխաների համար նման հնարավորություններ ստեղծելը համարում է առաջնահերթություն, համոզմամբ, որ մշակութային կրթությունը լավագույն ներդրումն է նրանց ապագայի մեջ։ Ծրագրի ընթացքում երեխաները կծանոթանան Հայաստանի հարուստ արվեստին եւ մշակույթին եւ տարբեր բարեկամ երկրների մշակույթին նաեւ, որովհետեւ ունենան ավելի լայն մտահորիզոն եւ ծանոթանան մշակութային բազմազանության։ Իմ քայլի հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր նվիրատուներուն իրենց վստահության եւ աջակցության համար, առանց իրենց մենք ոչ մեկ բան չենք կարող անել, չենք կարող ավելի երեխանել ներգրավել մեր այս ծրագրին մեջ։ Ծրագիրը հագեցած է ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչով։ Տևողությունը 3.5 ամիս է։ Այցեր են նախատեսված 11 մշակութային հաստատություններ։ Հայաստանի ազգային պատկերասրահը իր մասնաճյուղերով, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, նաեւ Շարլ Ազնավուր հիմնադրամի հետ ունենք համատեղ ծրագիր, երեխաներն այցելելու են Ազնավուրի կեցավայր, երեխաները ունենալու են ստեղծագործական հատվածներ, տարբեր փորձառություններ եւ բազմաթիվ ուրախ պահեր։ Աղբատ գյուղից եմ, արդեն 3 տարի հաճախում եմ երաժշտական դպրոց, նվագում եմ դաշնամուր, շատ սիրում եմ արվեստը եւ դրա համար երբ իմացա, որ դեռ 10 մշակութային կենտրոն եք այցելելու, շատ ուրախ եմ եւ անհամբեր սպասում եմ։ Երբ ես ստամ այդ գիտելիքները մշակութային կենտրոնների մասին, ես իմ գյուղի երեխաների հետ կկիսվեմ այդ տեղեկությամբ։ Ծրագրի սկզբում երեխաները լրացնում են հատուկ մշակված հարցաթերթիկներ գիտելիքների գնահատման համար։ Նույն հարցաթերթիկները կլրացնեն նաև ավարտին ձեռք բերած գիտելիքները գնահատելու։ Դա նախաձեռնության ղեկավարներին թույլ է տալիս ավելի կատարելագործել այն։ Մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրի նախորդ փուլերին մասնակցել է 42 երեխա Տավուշի մարզից եւ 51 երեխա Արագածոտնից։ Աննա Զախարյան, լուրեր։